Pois. Ուրեմն 4-րդ գլխի 2 Տիմոթեոսի 4-րդ գլխի 9-ից 22 համարները նկատի առնում ենք այս պահում։ Ասում է 9-րդ համարում շտաբիր շուտով ինձ մոտ գալ։ Նորից հրամայական բայ օգտագործում է շտաբիր շուտով ինձ մոտ գալ եւ հետո գասե խոսա ինչու այդպես ասում է։ Հիմա այո Տիմոթեոսի կարիքը ուներ եւ ուրիշ պատճառներ էլ կային։ Ոչ թե միայն Տիմոթեոսի կարիքը ուներ, ինչպես կտեսնենք Տիմոթեոսից որոշ բաներ խնդրեց, որ Տիմոթեոս գա եւ նրա հետ բերի, նամանավանդ ինք ներկա լինի Պողոսի մոտ իր մենակության մեջ, այդ կաբանքներում, հռոմում, բանդի մեջ եւ ասեց շտաբիր շուտով ինձ մոտ գալ, որովհետև Դեմասը լքեց ինձ այս աշխարհը սիրելով եւ գնաց Թեսաղոնիկե, Գրեսկեսը Գաղատիա, Տիտոսը Դաղմատիա, միայն Ղուգասն է ինձ հետ։ Մարգոսին վերցրու եւ բեր քեզ հետ, որ նա ինձ ծառայելու համար պետք է։ Յուքիգոսին Եփեսոս ուղարկեցի, երբ գաս հետդ բեր այն վերարգուն, որ Դրովադայում Կարբոսի մոտ թողեցի, բեր նաև գրքերը, մանավանդ մակաղատները։ Ալեքսանդրոս տարբին ինձ շատ չարիք պատճառեց։ Թողդերը նրան ըստ իր գործերի հատուցի։ Դու էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց ագարակվեց մեր խոսքերին։ Ադյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին։ Թող դա մեղք չհամարվի նրանց, բայց դեռն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպես իմ միջոցով քարոզությունը հաստատվի ու բոլոր էտանոսները լսեն։ Եվ ես արյուծի բերանից ազատվեցի։ Եվ դեռն ինձ ամեն չարից կփրկի, կազատի եւ կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փառք Հավիտյանը Սավիտենից, ամեն։ Ողջույններ Բրիսկային, Ագյուղասին եւ Օնեսիպորոսի ընտանիքին։ Երաստոսը Կորինթոսում մնաց եւ Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիդոսում։ Շտաբիր գալ, ծմերը չեկած։ Քեզ բարևում են Եբուդոսը, Պուդեսը, Լինոսը, Գլավդիան եւ բոլոր եղբայրները։ Տեր Հիսուս Քրիստոսը քո օգու հետ լինի, շնորհը ցեզ հետ, ամեն։ Հետաքրական հատված է եւ հատված մնա, որ շատ անգամ վրայեն այդպես անցնում ենք շատ արագ կերպով, բայց մեջը Պողոս առաքյալի զգացումները, Պողոս առաքյալի հոգևոր սուրբ ցանկությունները այնտեղ են։ Եվ կտեսանք հիմա նրա միջից անցնում ենք։ Շտաբիր շուտով ինձ մոտ գալ, եւ հետո արդեն մի քիչ առաջ կարտացինք, որ ասում է, որ շտաբիր ծմերից առաջ 21 համար ծմերը չեկած։ Ինչու որովհետև ինք դակավին գիտի, որ այնտեղ է, այդ բանդում է, եւ հավանական է դակավին պիտի լինի որոշ ժամանակ մի այդ բանդում, ըստ իր հասկացողության, եւ ուզում է որ Տիմոթեոս իր կով գալ, որովհետև հիմա պատճառներ կան, ծմերը գալիս է, շտաբիր նրա համար գալ, բայց ուրիշ պատճառներ կան, անձնավորության պատճառներ կան։ Հիմա այստեղը ինչ ասեց, իր առաջին ասեց բանդարգության ներողություն լսման ժամանակ, ինչու որ հիշում եք 3 կամ 4 օրը մենք ասեցինք 16 համար Ադյանի արչև 2 անգամ երևում էին ըստ ռոմեական կայսրության օրենքի առաջին անգամը բարձրապես քննարկելու եւ հաստատելու եթե խնդիր կա որ պետք է մեկը դատվի երկրորդ լսման ատենն էր որ այն ադեն որոշումը կգայանար որ եթե մեկը հանցավոր է կամ անբարդ է։ Սա էր տարբերությունը։ Եվ առաջին լսման ժամանակ, առաջ որ Պողոս փանդը դրվեց, այդ եղավ հետո փանդը դրվեց, մինչ որ սպասեն այդ երկրորդ մասին։ Եվ երկրորդ մասը երբ լինի, նրանից յետքը իհարկե մենք գիտենք հիմա ըստ եկեղեցական ավանդույթի պատմության, որ Պողոս առաքյալը գլխատվեցավ Քրիստոսի հավատքի համար, ուրեմն սա նշանակում է իր երկրորդ լսման ժամանակ արդեն նրան հայտարարեցին իբրև
ոճրակորց, կրիմինալ։ Եվ Պողոս Արաքյալ իր կյանքը տվեց Քրիստոսի համար եւ նրա ոճիրը ինչ էր։ Քրիստոսի ավետարանը կարոզում էր, բայց սա հռոմեական գայսրության ագարակ էր։ Հռոմեական գայսրությունը չէր թույլատրում մի գայսրից, թագավորից այդ մարդկային աստվածը, որ նրանք համարում էին իբր աստվածը, եթե Քրիստոս ինքը աստված է, ոնց որ սա երկրորդ աստված կա այստեղը, ոնց որ մրցաշարք կա, մրցում կա այդ աստուծո, դժմարիտ աստծո եւ գայսրի միջև։ Դրա համար նրան դատեցին եւ ըստ ավանդույթի գլխատեցին։ Հա։ Առաջին պանդարգությունը, եթե շիդակ հիշում եմ Փիլիպեցիս, որ գրեց 61-62 այդ թվերին էր։ Այս մեկը 67 թվի շուրջ է։ Առնվազն 5-6 տարի կա տարբերություն։ Այո։ Եվ ասում են, որ 68 թվին ինքը արդեն կխատվեց։ Իսկ այլ այդ շտապելու վերաբերյալ մի կարծիք արտահայտել եմ։ Նոր որ կարդացի հատվածը, ասում եմ շտապի, որ ծմերից առաջինից մոտ կա, իր փորձառությունից էր ասում, որովհետև ինքը որտեղից էր գրում։ Այս բանը Հռոմում էր, չէ՞ ինքը ոնց հասավ Հռոմ։ Նավաբեկության միջոցով։ Հա։ Բայց այն մեկը դու գարտում ես առաջին պանդարգությունն էր սա, Գործ 27-28-ը։ Հա, փորձառություն կա իհարկե։ Այո, իհարկե, ճանապարհները այո։ Դժվար էր, դրանից ինքը նաև թերևս կարող է նկատի։ Հա, նո շիդակ է սա։ Եղանակային պայմանները, այո։ Բայց այստեղ ուրիշ պատճառ մնա դալիս է։ Առաջին պատճառը, որ դալիս է այստեղ, ասում եմ, որովհետև Դեմասը լքեց ինձ այս աշխարհը սիրելով եւ գնաց Տեսաղոնիկե։ Հետո գարտանք Գրեգեսի մասին եւ Դիդոսի մասին եւ ուրիշների մասին։ Բայց քոնե այս համարի վրա բավական ասելիք ունենք։ Մենք գիտենք, որ Դեմասը Պողոս Արաքյալի ամենամոդիկ այդ ծառայագիցներն էր, ինչպես Ղուգասը եւ Եբապրասը, զոր օրինակ, Գողոսացիների 4:14, Գողոսացիների 4:14 եւ այս նամակը առնվազն 5-6 տարի առաջ գրված է երկու Դիմոթեոս նամակից, Գողոսացիների 4:14, ողջունում են ձեզ Ղուգասը, սիրելի բժիշկը եւ Դեմասը, ավասիկ տեսնում ենք, որ Պողոս Արաքյալի հետ են, ընկերագից են, հետո նաև Փիլեմոն, որ նույն այդ առաջին հռոմեական բանդարգության ադեն գրված էր, ինչպես Գողոսացիների, Փիլիպեցիների եւ Եփեսացվոց նամակը, Փիլեմոնի մեջ, Փիլեմոն 24-րդ համարում, Պողոս Արաքյալը ասում է, իմ գործագիցներ Մարգոսը, Արիստարկոսը, Դեմասը, Ղուգասը, ուրեմն այստեղը նրանց մասին գխոսա իբր ողջույն։ Քեզ ողջունում են, որովհետև սկսեց 23 համարից Եբապրասը, հետո Մարգոսը, Արիստարկոսը, Դեմասը, Ղուգասը։ Ուրեմն տեսնում ենք, որ այս մարդը Դեմասը ինքը Արաքյալի հետ ծառայություն ուներ։ Բայց ինչպես։ Նայում ենք, այո, դեռ չամբողջացրեցինք։ Դեմասը ասեց լքեց ինձ, այսինքն ինք այնտեղ չէր, իր հետը չէր, առաջնագարկորեն ինքը խոսում է նրա մասին։ Ինչու որովհետև մենք կարդացինք, որ իրեն առաջին այդ ներկայացման մեջը եւ որ մի քիչ առաջ այդ հատվածը նայեցանք, առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այն բոլորն էլ ինձ թողեցին, լքեցին, մեջն իհարկե Դեմասն ալ գար։ Սա 16-րդ համարը։ Եվ այն ադեն Արաքյալը ասեց, թող դա մեղք չհամարվի նրանց, այս ինչպես որ մի խոսքով հիշեցնում ասա, մեր դերոջը խոսքերը այդ մեղքը մի սեբեր նրանց կամ Գործ Կարաքելոց 7-ում եւ որ Ստեփանոսի բարակային դեր այդ մեղքը իրենց մի սեբեր եւ այն այդպիսի արդայություն, որ խնդրանք է սա, փափակ է սա, ավելի շիդագը, փափակ է սա։ Եվ ասում է, որ Դեմասը լքեց ինձ, բայց սա միայն Պողոսի լքել էր եւ ինչ տեսակի լքել էր։ Ինչու որովհետեւ ուրիշները լքեցին նրան։ Բայց այդ ծև չասեց ինչպես Դեմասի մասին եւ Պողոս Արաքյալը ցանկանում է, որ Դիմոթեոսը իմանա այս անձնավորությունների նկատմամբ։ Ինքը առաջ որ
իր ծառայությունը ամբողջացնում է, ինչպես որ կարդացինք այսօր, որ իր ժամանակը ասած է եւ ինք ինչպես արդեն հեղում եմ ասեց, մեկնելու ժամանակը եկել է ասեց 6-րդ համարում, բայց ուզում եմ որ Դիմոթեոս գիտնա դարբեր այս հոգևոր ընկերագիցները, որ Դիմոթեոս նրանց ճանաչում էր, ով է ներկայիս, որպես դու գիտնաս եւ զգուշանաս, ոնց կվարվես նրանց հետ։ Ինչու որովհետեւ այնադեն սոցմեդիա չկար, որ Պողոս Արաքյալ տեքստ աներ Դիմոթեոսի կամ ուղղակի զանգեր ասեր, որ նայ Դեմասի հետ էս պատահեց։ Դու դեսար նրա նկարները Instagram-ում։ Չկա այդպես բան։ Եվ պետք է որ Պողոս իրեն նամակի միջոցով գրի, որ ինք գիտնա։ Ինչու։ Որովհետև երբ այսպիսի անցիկ կարան պատահել, մենք չգիտենք եթե պատահեց, կարան պատահել, որ կարող էր որ Դեմասը օրմոյել է եւ գնա Եփեսոս Դիմոթեոսի մոտ։ Եվ Դիմոթեոս միակ բանը որ գհիշի, եթե այս նամակը չլիներ, որ Դեմասը ինքը լավ համագործակից էր Ավետարանի կառուցության, ինչ որ գարտացինք Կողոսացված մեջ եւ Փիլեմոնի մեջ։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ Պողոս Արաքյալ նկարագրում է այդ լքելը ինչից առաջ եկավ։ Այս աշխարհը սիրելով, իհարկե մեր մեկնաբանության մեջ պետք է մենք բացատրենք աշխարհ հասկացողությունը ինչ է։ Մենք գիտենք համատեքստի համաձայն պետք է հասկանանք, որ աշխարհ կարող է այս երկրակունթը լինել, կամ աշխարհ կարող է այս մարդկությունը լինել, ինչպես Հովհաննես 3:16-ում։ Բայց ուրիշ տեղեր կան, ինչպես 1 Հովհաննես 2:15-17-ը, այդ աշխարհը դարբեր է։ Եվ սրա մասին է, որ Արաքյալը խոսում է այստեղ, որովհետև ասում է 15-17-ը 1 Հովհաննես 2-ում, մի սիրեք ասում է աշխարհը։ Աշխարհը այստեղը իմաստը պետք է բացատրվի, որ մեր լսարանը արժեքավորի մեր ասածը։ Աշխարհը այն համագարկն է, որ Աստծո դեմը ըմպոստացած է Աստծո կամքին ու խոսքին, եւ Սատանայի այս օդի իշխանի, ինչպես 2 Կորինթացիների 4:4 ասում է, նրա ներկայիս Աստծո թույլատվությամբ կամքի համաձայն թույլատրված է նրան, որ ինքը իշխի այս համագարկի վրա։ Սրա մասին ենք խոսում այստեղը, ինչ որ Դեմասի վրայով 4:10-ում այդպես խոսում է, այդ աշխարհի վրայով խոսում է։ Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Այդ համագարկը, որ Սատանայից կառավարվում է ներկայիս։ Եթե մեկը աշխարհը սիրում է, նայեցեք, Հորը սերը նրա մեջ չէ։ Ներկա եղանակ։ Որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկությունն է, եւ այս կյանքի անպարտավորությունը հորից չէ, այլ աշխարից։ Հետո ասում է աշխարհը անցնում է եւ նրա ինչը ցանկությունը, բայց նա որ Աստծո կամքը գադարում է, ինչ կանե հավիտյան գաբրի։ Մի սիրեք այս աշխարհը եւ Հովհաննես Արաքյալն ներկա եղանակ հրամայական դալիս է այդտեղը։ Եվ ասում է, որ աշխարհը սիրողը իր մեջ ինչ չունի։ Հորը սերը չունի, ասում է։ Սա շատ կարևոր արտահայտություն է, որ նկատի պետք է առնենք, եւ որ հորը սերը չունի, ասում է, նրա մեջ չէ, էլի ներկա եղանակ այդ արտահայտությունով, որ շարունակական բնութագիր ունի, որ մեկը որ իր մեջը հորը սերը չունի շարունակվում է, սա բնական ընթացք է մեգումը կյանքի համար եւ Դեմաս այսպիսի գարկավիճակի մեջ էր։ Ինչու ասում ենք սա։ Հիմա այդ սերը, որ սրանից առաջ եթե հիշում եք եղբայրներ ջան, մենք խոսած ենք անցյալ անգամին կամ նրանից առաջ կոնֆերանսի ընթացքում, որ այդ բառը, որ այստեղը Պողոս Արաքյալը 2 Դիմոթեոս 4:10-ում օգտագործած է, այդ սեր բառը, այսինքն այդ ագապաո բառից է կամ ագապե անունից է։ Ինչ որ մենք հիշում ենք, ասեցինք, որ ագապե բառը միայն աստվածային սեր չէ ամենուրեք Սուրբ գրքում։ Համատեքստը մեզ կբացահայտի, եթե ագապ երբեք չասեք, որ ագապե սերը աստվածային սեր է, սխալ։ Համատեքստի համաձայն պիտի նայենք։ Ինչու որովհետև Հիսուս ասեց Հովհաննես 5-ում. հայրը որդուն սիրում է, եւ այնտեղը ֆիլեո բայ օգտագործում է։ Ընկերական սեր չէ միայն։ Այդ դարբերությունները համատեքստի համաձայն պիտի նայենք, այո։
հիմա ասեցինք, մեկ Հովանես 5-ից հայրը սիրում է որդուն ֆիլեո բայով։ Համատեքստը գորոշի, բարձաբես ագապե դեսնելով կամ ագապաո բայը դեսնելով սա չի նշանակում, որ ամենուրեք աստվածային սերը, որով այստեղը, եւ պետք է բացատրենք մեր ժողովրդին, այս սերը, որ սիրելով ասում է, այս սերը այդ ագապե բառն է, ագապե բառից եկած է։ Հիմա իհարկե մեկնաբանությունը միտը մենք կարանք ասել, որ Դեմասը լքեց ինձ, որովհետև աշխարհը աստվածային սիրով սիրեց։ Այդպես բան չի կարելի։ Այդպես բան չի կարելի։ Հաբա այստեղը բարձրապես սերը ինքը այդ բառը օգտագործած է, ցույց տալով, որ ինքը այդպեսի սիրով սիրեց աշխարհը, սերմը, որ աշխարհի համացայն է, սերմը, որ գարաս ասել ջերմ սեր է աշխարհի հանդեպ, եւ գնաց Թեսաղոնիկե։ Հիմա ինչու գնաց Թեսաղոնիկե, չգիտենք, բայց Բոս Արաքյալ ինքը դեղյակ էր, որ նա գնաց Թեսաղոնիկե։ Բայց մեկ բան գիտենք, որ աշխարհը սիրելով ինք ասում է, լքեց ինձ ասում է, աշխարհը սիրեց գնաց։ Հիմա Մխիթար եղբայրը մի քիչ առաջ հարցնում էր։ Հիմա այսպեսի անցումը, հիմա նկատի ունենալով, որ մեր ժողովրդից մեջից ինչ մտածում են։ Մեր ժողովրդի միջից մարդիկ կան, որ պիտի ասեն, օքեյ, Դեմասը ինքը ավադացյալ էր, բրգությունը գործրեց, կամ ինքը Դեմասը երբեք ավադացյալ չէր։ Սա շատ կարևոր հարց է։ Հիմա ըստ մեր հասկացողության Հովանես Արաքյալի ինչ որ արդեն իսկ անցյալ օրը ասեցինք, նրանք Հովանես առաջին Հովանես 2:19, նրանք մեր միջից դուրս ելան։ Դեմասը Բողոս Արաքյալից թողեց, հավատացյալների միսիոնարական խումբին թողեց, բայց մեզանից չէին, որ եթե մեզանից լինեին, մեզի հետ մնացած կլինեին, բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ Ոչ թե էին եւ հիմա չեն։ Ինչու ասենք սա։ Հուդայել նույնն է, եղբայրներ ջան։ Շատ հավատացյալներ կան, որ կարծում են Հուդան ինք հավատացյալ էր։ Հուդան երբեք հավատացյալ չէր եւ սրա մասին խոսած ենք ասկի առաջ, բայց մեր հիշողության համար լավ կլինի մի հատ քոնե Հովանես Ավետարանը գնանք 6-րդ գլուխ։ Հովանես Ավետարան 6-րդ գլուխ։ Նրա համար մենք հավատում ենք, որ փրկության մեջ հարադեվությունը ոչ թե մեր ապահովությունն է, երաշխիքն է փրկության, հաբա ապացույցն է, որ մենք այդ ապահովությունը ունենք։ Եթե չհարադևենք, այդ երաշխիքը չունենք հավիտենական փրկության։ Հարադեվությունը շատ կարևոր թեր ունի մեր վստահության համար, Աստծո առաջ նախ եւ առաջ եւ մարդկանց առաջ։ Հա։ Որ միտքը։ Հարադեվությունը մարդկային Հովանես 6, հիմա առաջ Մխիթար եղբոր հարցին պատասխանենք, հարադեվությունը հավատքի մեջ կարևոր տեր ունի, ապացուցելու, որ մենք փրկություն, ճշմարիտ փրկություն ունենք։ Եվ այդ վարդապետությունը կարևոր վարդապետություն է։ Չեն կարող, ինչպես այս շաբաթ խոսանք մի քիչ, չեն կարող միայն սովորեցնել, որ հավատացյալը դերը ամուր բռնում է նրան, հավատքի մեջ ապահով է, ուրեմն հավատացյալը ինքը բաժին չունի անելիք սրա մեջ։ Հավատացյալ ունի բաժին։ Այո, իր բաժինը անելով չի նշանակում, որ Աստված չէ նրան օգնողը ակտիվորեն։ Աստված ազդեցիկ արդյունավետորեն, քանի որ նա օգնում է, նրա համար ես ու դու գարանք այդ հավատքում շարունակել։ Եթե Աստված ինք մեզ չապահովեր իր կողմից, մեր բոլոր հարաբերությունը բարապան է։ Չի լինում, չի կատարվում մեր փրկությունը այդպիսով։ Հովանես 6-ում մարդիկ կային հավատացին նրա անվանը ասումը, 6 առաջին 15 համարներում, եւ 60 համարից ասում է, նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, Հիսուս ասում է, ես եմ գենացածը, մարմինս պետք է ուտեք, արյունս խմեք եւ այլն, չհասկացան, խիստ է այդ խոսքը ասեցին, ով կարող է դա լսել։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, ամենակետ է, որ իր աշակերտները դրա համար դրդնչում են, նրանց ասաց, դա ցեզ գայթակեցնում է։ Okay, ցեզ ուրիշ բան ասեմ ասեց։ Իսկ եթե տեսնեք մարդու որդուն վեր բարձրանալիս, հարություն առնե, անբառնա, այնտեղ որտեղ առաջ էր, ինքը երկնքից եկավ։ Հետո ասում է, հոգին է տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այսինքն դուք մարմնավոր մտածում եք, այն խոսքը, որ ես ցեզ ասացի, հոգի եւ կյանք է։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն ավատում, վերջագետ, որովհետև Հիսուս սկզբից գիտեր, նայեցեք, սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն ավատում, եւ նրանց խմբին
եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Այդ նրանքը եւ մատնողը երկուքը մեկ այդ շաղգավով միացված է եւ նրանք նկարագրված են, որ ովքեր որ չեն հավատում։ Եվ Հիսուս ասեց. «Դրա համար ցեզ ասացի, որ ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե իմ հոր կողմից դրված չէ նրան»։ Սա շնորհի բարգև է, հավատը։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ կաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Հիսուս ասեց. «Վայ ինձ, ինչ արեցի, այսպես պետք չէ քարոզեի, այսպես պետք չէ խոսայի, մարդիկ ցկեցին ինձ կացին»։ Չէ։ Արդ Հիսուս այս, նայեցեք, այն 12-ին ասաց. «Գուցե դուք էլ ուզում եք գնալ, ետ դառնալ, ինչպես Դեմասը»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան, նայեցեք, ճշմարիտ ավադացյալ այսպես կդրսևորե իր ավատքը. «Դեր ում մոտ գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունիս, այն խոսքերը հոգի եւ կյանք են», ասեց մի քանի համար վերև։ «Եվ մենք հավատացինք, ինքը խոսում է առաքյալների կողմից ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Հիսուս չասեց. «Բրավո Պետրոս ջան, դու ամեն ինչ շիդակ ծևով հասկացած ես, չէ Պետրոս, դու ալ հստակ չէ քեզ համար, որ ծեր ամենը հավատացյալ չեն, թեև դու առաքյալների կողմից խոսում ես»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Չէ որ ես եմ ընտրել ցեզ 12-ից, չկարծեք որ դուք ընտրեցիք ինձ, սակայն ցեզանից մեկը Սատանա է, հագարագործ է, եւ նա Սիմոնի որդու, նայեցեք, ոչ թե հագարագործ գլինի, արդեն իսկ, ինչու ինք Կորստյան որդի է, Հիսուս նրան ընտրած է 12-ից մեկը, որբեսի Սուրբ Գրքի մարգարեությունը նրա միջոցով գադարվի, բայց Հուդան ինք արդեն իսկ հագարագործ էր, Սատանա էր։ Հիսուս երբեք իրեն Սատանա չդարձրեց, իրեն դալով այդ պարտականությունը, որ ինք քանցաբահ լինի։ Չէ, ինքը էր Սատանա, ինքը արդեն հագարագործ էր, եւ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետեւ նա էր 12-ից մեկը, որ մատնելու էր նրան։ Հիմա ուրիշ տեղալ կա, օրինակ, դեղը խոսում է նրա վրայով, որ ասում է Ղուկասում 22-ում, որ ինչպես սահմանված է որդու մարդու գնալ, գլինի, բայց վայ որ նրա միջոցով ասում է, այդ պիտի լինի, ինչու որտեվ Հուդան ինքը պիտի մատներ նրան եւ ասեց, որ ավելի լավ կլիներ, եթե նա երբեք ծնած չլիներ, ինչու որ դժոխքը սպասում է նրան։ Հիսուս այդ բոլորը գիտեր եւ մարգարեություն էր սա, չէ, ինքը ասեց, չէ, իմ ընկերս իր գրունգը իմ թեմ վերցրեց, չէ, Դավիթ ասած էր Ափիսողոմի վրա, բայց Հիսուս այդ մարգարեությունը օգտագործեց նրա վրայով, այո։ Չգիտեն։ Նույնիսկ այս Սուրբ Օքին ստացած լինեին, եղբայրս էլ չէ, որ պիտի գիտնար։ Ինչու ասեմ, Պետրոս, Քորձ Կարակելոս 8-րդ գլխի մեջ նրանք մգրդություն անում էին, Հովհաննես եւ ինքը սամարացված հոն։ Հետո մեկը գար, այդ Սիմոնը գար, որ նա ալ մգրդվեց, բայց ինք հետո հասկացվեցավ, որ ինքը ճշմարիտ ավադացյալ չէր, ինչու որ Սուրբ Օքու բարգևը ուզում էր ընդունել, ինչպես ոչ թե ինքը ունենալ, ինքը չուներ, փողով ուրիշների դասելով։ Պետրոս ինչ ասեց, ապաշխարության պետք ունիս, զղջա, որ այդ բադիժը վրա չկա, այո։ Դեմասի պարագրաֆը մի քիչ ուրիշ է, Դեմասի մասին մարգարեություն չկա դրած, եւ Պողոս Արաքյալոսի փոխանցված ազնվորություն է, որի չեն կարող որևէ մեկի համեմատենք, ինչպես եղավ, որ Պողոս Արաքյալը Դեմասի հետ շփվեց այդքան ժամանակ եւ չհասկացավ, որ Որովհետև նույնը, եղբայրս նույնը ասեցինք Պետրոսի օրինակը, Քորձ Կարակելոց 8-ից։ Սամվել Մարգարեն, օրինակ Սամվել Մարգարեն, Մարգարեներու քերակույնը հին ուխտի մեջ, թագավորների մեջ։ Գնաց Սավուղից հետ թագավորոձելու, մեկ թագավորների 16-ում, Հեսեի դուն ուղարկվեց Տիրոջից։ Քանի եղբայր ուներ Դավիթ։ 7, Դավիթ 7 ուներ, ինքը 8-րդն էր։ Առաջինը նայեցավ, Տիրոջ օձյալը նայ ասեց, դեր ասեց ոչ։ Դերը աչքի դեսկոպան չներ սրտով։ Երկրորդը ոչ, միջև ուրիշ մեկ ունեք ասեց, այսինքն մի խոսով Սամվել ջան, դու Աստծո մարգարեն ես, Եզակի, նրա նմանը չկար այնադեն։ Մի խոսքով, եթե նրան հայտնված չէ, սրտերը գարտացող անպայման չէ մարգարեն։ Երբեմն Աստուծո հետ այդ
արտոնությունը դրվի, կարա գիտնալ։ Եթե ոչ, դերը կարող է այդ իրականությունը բաղե նրանից եւ ինքը չի կարողանա իմանալ։ Նույնպես է Բողոսը։ Բողոս եւ որ հետներ դեսնում էր որ դրսից եւ մեր մեջը կարող են լինել, այստեղ կարող են լինել։ Այո, ուներ զանազանության օքին, բայց ասել չէ որ այդ բարակային ինք իմացավ, որ ինչ որ ինք դեսավ, այդ անձը Դեմասը հետը գնում էր, ծառայում էր, աղոթում էր, վգայում էր, սովորեցնում էր, ինչ որ անում էր։ Բայց ինք անաբաշխար էր, որովհետեւ անաբաշխար չլիներ, մնացած կլիներ նրանց հետ, հավատարիմ կմնար, նույնիսկ եթե անգումներ ունենար, գարադևեր, բայց ասեց աշխարհը գնաց, աշխարհը սիրով։ Մենք հավատում ենք, որ եթե մեկը աշխարհ գնա, ուրեմն սկզբից ինք Սուրբ Օքին չուներ։ Եթե մեկը Սուրբ Օքին ունի, չի կարող աշխարհ գնալ։ Սուրբ Օքու կորձը եղբայրներ ջան, մասը իր կորձերից է, որ ինք չի թողնում իրենիները, որ սատանային գնա, աշխարհին գնա։ Սա նրա բարդականությունն է։ Չէ՞ թե ոչ Հիսուս ինք ցախողված է իբր ինք աշխարհ գնաց։ Եթե բադահեց որ բամության մեջ որ մենք չգիտենք, եթե ինք օրը իրական ապաշխարեց, դեր օրտնի։ Հա։ Դգարանա թուլանա, հա, բայց ոչ թե աշխարհ սիրելը կարող է, բայց ոչ թե լրիվ աշխարհ գնա։ Դա երկու տարբեր բան է։ Գանավադացիաներ այսօր որ կարող են որոշ ժամանակ աշխարհասիրության մեջ ընկնել։ Ամեն միսը անցիկ գիտենք որ այդպիսի կյանքերի մեջ ընկած են։ Որոշ դարիներ երբեմն գործունեած են։ Հետո գնայես որ այդ վերաթարնա Աստված է շնորհք տա։ Չէ՞ թե ոչ ուրիշ ուսուցում ագա Սուրբ Գիրքի մեջ, որ հետեւյալն է որ չենք կարող այնտեղ գնալ, որ Սուրբ Գիրքը գխոսա ֆիզիկական մահով Աստված կարող է իր զավակները բաժել։ Երբ նոր գդագարանում քանի օրինակներ ունենք, որ հոգին փրկելու համար, բայց մարմինը ինչու որովհետև դեմը գալիս է որ Աստված ինք որոշում է, որ այս անձը քեշ վկայություն լինում է, որբես եկեղեցին վախենա, մենք չենք կարող անշուշտ ենթադրել, որ ամեն անձ որ գանուխ մեռնի ասելով որ Աստված այդ մահով խփեց նրան, այդ մահը որ այդ մեղքը որ մահվան գտանի, այդ արդարությունը Սուրբ Գիրքը օգտագործում է։ Անարակ որդին ուրիշ օրինակ է։ Անարակ որդին եւ մեծ որդին երկուքն անաբաշխարներն են։ Սրանից առաջ եղբայրներ ջան, եթե ներկա եք խոսած ենք առաջին կոնֆերանսին, երկրորդ կոնֆերանսին, անցյալ անգամ ավանագանը մի քիչ խոսեցինք նրա վրայով։ Երկու մեղավոր կա այդ պատմության մեջ։ Անարակ որդին մեղավոր է, հավասարապես մեծ որդին։ Մեկը ներկայացնում է այն օրվա մեղավորները, շնացողները, մաքսավորները, եւ մյուսը ներկայացնում է փարիսեցին եւ դբիրները։ Ղուկաս 15 առաջին երկու ամառներում մեջ հստակ է, որ երկուսն էլ ոչ հավատացյալներ են։ Հիսուս իր ներկայության մեջ հավատացյալ չունի, որ խոսի փրկություն գործընծնելու եւ վերակտնելու։ Մենք չենք կարող, օրինակ, ոչ հավատացյալի մարչև եկածենք, ամենը ոչ հավատացյալներ են, այս բարակային այդպես էր Ղուկաս 15-ում եւ փրկություն գործընծնելու մասին խոսանք։ Իմաստ չունի, թե փրկություն չունեն։ Եվ մենք հավատացյալները շատ անգամ անարակ որդու արագը այդպիսով մեկնաբանում ենք, բացատրում ենք։ Եվ սա մեծ սխալ է այդ առումով։ Եվ սա մոլորեցնում է։ Այո։ Հիմա ուրգից գիտենք սա, ուրգից գիտենք։ Մի րոպե, հետո եղբորը գարկը։ Մեկ լավ կապար է Արտուր եղբայր, 1 Պետրոս 1:23-ից 25, նայեցեք ինչ ասում է։ Վերածնվելով, վերստինձի մե ոչ թե ապագանության սերմից, այլ անաբագանից։ Այն սերմից, որ մենք վերստին ծնած ենք, անաբագանացու սերմ է։ Անաբագանացու ասել է, որ չի կարող այդ սերմը պճանալ։ Ազո գենթանի ու մնայուն խոսքով, որտեղ ամեն մարմին խոդի պես է, մարդու ամբողջ պարկը խոդի եւ այն, իսկ դիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Եվ սա է այդ խոսքը, որ ցեզ ավետարանվեց։ Ուրեմն մեր վերստին ծնունդը անաբագանացու բնութագիր ունի։ Եթե ոչ, ուրեմն սա ազո խոսքը թերի է։ Անաբագանացու եղբայրներ ջան, երբ մենք հավիտենական կյանք ասում ենք, հավիտենական կյանք չի նշանակում, որ այստեղ սկսում է եւ օրը գարա գանգնել։ Հավիտենական նշանակում է, որ այստեղից սկսում է եւ հավիտյան կշարունակվի մեր մարդկային բարակայում, իհարկե ազո բարակայում, հավիտենականություն է սկզբից։ Հա։
Okay. Հիմա նա եղբայրս ռուսերենով չեմ գիտեր, բայց հունարենով քեզի կարամ ասել, հունարենով նայ ինքը ասպես կգործած է, դեմասի մասին։ Ինքը աշխարհը սիրեց կասե եւ Էրիստ ինքը այդ բանն է, որ մի ադեմ մգար, որ սիրեց, բադահեց, կադարվեց եւ արդեն գնաց։ Գիտար։ Նայեցեք, առաքյալը երբեմն տերմիններ կգործածե, սա չի նշանակում, որ ինքը գխոսա նախկինում ինչ ըրած եղամ չէ ըրած, իր գարկավիճակը ինչպես եղած, իր բնութագիրը։ Ադեմ մի եկավ ասում է, որ ինք հայտնվեց Բողոսի, որ ինք սիրեց աշխարհը եւ գնաց։ Բողոս արքա այդ ռոբեից կարա դադել ասել, որ ինք սիրեց։ Բողոս արքա չի ասում, որ օքեյ, նրանից առաջ ինչ անենք։ Ինչու որ եթե ինքը գարար օգտագործել օրինակ գադարյալ եղանակը, որ բամը գադարված է արդյունքը շարունակվում է, կամ ինքը անգադարը կարող էր օգտագործել, որ անցյալին բամը գադարվեց եւ արդեն իսկ այդ շարունակվում է, բայց համատեքստից եղբայրներ, մի նկատի առնենք հունարենը կարևոր է հետը դեմ, բայց համատեքստից եւ Սուրբ Գրքի մնացած ազո ճշմարտություններից, որ իր իրավիճակը ինչ է։ Հիմա մեկը կարող է ասել, որ աշխարհը սիրեց գնաց, բայց ինքը դակավին ավադացյալ է, ինչու որով Գրեսկեսի եւ Դիդոսի եւ Ղուգասի եւ Մարգոսի հետ դրված է իր անունը։ Գասկանանք ինչ ասեմ, այսինքն կարող է որ դեր ինքը ավադացյալ էր, ընկավ այս ադենտերի գտնվեցավ աշխարհ գնաց, բայց ըստ մնացած Սուրբ Գրքի վարդապետության այդպես տեսնում ենք, որ ինքը ոչ, ինքը գնաց եւ մնաց այդ առումով։ Ներքված կարող է մի րոպե Արթուրս, կարող է ասենք, հիմա իմ հասկացողությանս համաձայն ավելի մյուս այդ տարբերակը որ սկիզբ սպասեցինք։ Ինչու կարող է ասենք, որովհետև Բողոս առաքյալ մյուսերու հետ թվարկելով նրան, աշխարհը սիրելով կարող է որ ժամանակավոր աշխարհը սիրեց, կարող է։ Ցար, հա, ասեք։ Okay. Հասկացա։ Հա։ Աչորս սերմերը, այո։ Չգարանք այդ հատվածն ալ, այո նկատի ունենալ, բայց որովհետև այդ այսինքն այդ աշխարհ սիրության կապարը գա, հա, ինչ որ Արտուր եղբայրը ասեց, նրա համար որ ավելի կարծում ենք, որ ինք գնաց եւ մնաց, ցուցաբերելով որ ինքը ճշմարիտ հետևոր չէր Քրիստոսի, Հուդայի նման, զորօրինակ, Հուդայի նման, բայց եղբորս ասի ամացայն կարող է որ ժամանակավոր առումով, ինչու որովհետև եւ որ հունարեն բայ նայինք, ինքը չի ասում որ անցյալին բամը գադարվեց, ինչու որ եթե գադարյալ եղանակը օգտագործվեր անցյալի նկատմամբ, ասել է որ մի բան գադարվեց անցյալում եւ նրա արդյունքները դակավին շարունակվում է։ Գադարյալ եղանակը չէ, հաբա աորիստ այդ եղանակն է անցյալում, որ այս պարակային կարող ես ասել որ մի կեդում բադահեց նրա այդ բանը, բայց անգախ միթե ինքը այդպես շարունակեց կամ ոչ, չգիտենք։ Հունարեն բանի համացան, բայի եղանակի համացան։ Նրա համար է որ եղբորը ասածը գարելիություն կարող է լինել, բայց նկատի առնելով մյուս հատվածները, ինչ որ մի քիչ կարտացինք, կարող է որ ոչ, ինք նրանցից էր որ ոնց որ ասին հավադուրած եղավ սարումով, սարդայությունով։ Հիմա շարունակելով եղբայրներ ջան, որ մեր ժամանակը օգտագործենք, Գրեսկեսը գնաց Գաղադիա, Դիդոսը Դալմադիա։ Հիմա այս երկու ասենք թե անցիկը որ այստեղը կան, Գրեսկեսը օրինակ էլի փոքր ասիո մեջ եւ մյուսն էլ Դալմադիան էլ էլի ավելի ասենք փոքր ասիո Հիսուսը դերմը այս երկու եղբայրները անդեղ գնացին։ Նրանց մասին ավելի բան չի ասում, իհարկե գիտենք Դիդոսը ով է, Գրեսկեսի մասին անկան չգիտենք, քան ինչ որ գիտենք,
դիդոսի վրայով, բայց գիտենք, որ Գրեսկեսը ինքը Պողոս Արաքյալի միսիոնական ճանապարհություններու մեջ մաս կազմած էր։ Հիմա ինչու գնացին չի ասում։ Պարզապես ինքը դեղատվություն տալիս է Դիմոթեոսի, որ ինք ընդեղա, մյուսը ընդեղա, ներկայիս, եւ որ գրում եմ սա։ Որպես Դիմոթեոս գիտնա եղբայրներ ուր են, կարող է ինքը միջոց ունի, զորնակ Դիմոթեոսը ինք ուզենա նամակ ուղարկի Գրեսկեսի հետ բան ուզենա ասել, գիտե որ ինքը կատիայում է։ Այդպեսով։ Հետո մի ղուգասն է ինձ հետ։ Նրա համար ասեցինք, որ Պողոս Արաքյալ ասում է, որ բոլորը զիս թողեցին, սա չի նշանակում, որ բոլորը, այսինքն ամեն անհատ առանց բացառության։ Ինչու ղուգասը իրեն հետ է, հոն է, հռոմում է այդ բժիշկը։ Իհարկե գիտենք ղուգասով է, ղուգասու աբեդարանիչը, Քորձ Կարակելոց գրողը։ Չէ, գնում է գալիս է կարող է այցելություն դա Պողոս Արաքյալի չէ, ինքը բանդի մեջ չէ։ Մարգոսին վերցրու ու բեր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։ Հիմա Մարգոսը գիտենք Բարնաբասի ինքը այո, հարազատ սենք ազգագիցներ եւ գիտենք որ Մարգոսը ինքը ադեմգար որ Քորձ Կարակելոցում միասին ծառայում էր Պողոս Արաքյալի հետ, բայց հետո խնդիր եղավ եւ նրա երեսից ինչու որովհետեւ ինք ոնց որ մի խոսքով ձուլանում էր, եթե առանց կարող եք ասել, եւ Բարնաբասի հետ այդ խնդիրը եղավ եւ Բարնաբասը եւ Պողոս բաժնվեցին, Շիղան Պողոսի հետ շարունակեց այդ միսիոնարական ճանապարհությունների մեջ, բայց այստեղը նայեցեք ինչ ասում է, Մարգոսին վերցրու եւ բեր քեզ հետ։ Սրանից առաջ մենք գիտենք, որ ինքը Մարգոսի ճուզեց։ Ինք ասեց ոչ, ես Մարգոսը չեմ վերցնում, ասեց հետս Քորձ Կարակելոցում։ Նրա համար այդ խնդիրը եղավ, այդ անհամացանությունը եղավ Բարնաբասի եւ Պողոս Արաքյալի միջև։ Բայց այստեղը տեսնում ենք, որ վերցրու ասում է Մարգոսին եւ բեր քո հետ։ Հիմա մի քանի համարներ նայելով Գոսասիների 4:10 այստեղը գխոսա ցեզ ողջունում են Արիստարկոսը, իմ բանդագիցը եւ Բարնաբասի եղբորորդի Մարգոսը, ասի առաջին նրա բանդարգության մեջ, նրա մասին գխոսա։ Հետո էլի Փիլեմոնի մեջ մի քիչ առաջ կարտացինք Փիլեմոն 24 Եղբայրներ ջան, եթե հարցեր կան, խնդրում եմ հարցրեք, եթե ես ալ խանգարվում եմ, գներեք, քաղցրությամբ ասում եմ, որովհետև շատ ցայն գալիս է այդտեղից։ Այստեղ ասում է, որ Մարգոսը նրա մասին խոսում է 24 համարում։ Հետո Մարգոսի մասին իհարկե ասեցինք Քորձ 13-ում, նրա մասին կարդում ենք Քորձ 15-ում, էլի այդպես եւ Պողոս Արաքյալ ասում է վերցրու եւ բեր ինձ հետ։ Սա ցուցաբերում է մեզ, որ Եփեսոսի եւ Հռոմի միջև Մարգոսը մի դեղ էր, որ ջամփու ընթացքին, ճանապարհության ընթացքին կարար հանդիպել եւ նրան բերել։ Հիմա այսի մի խոսքով Մարգոսը ինք Եգիպտոսում չէր, որ իրեն վերցներ։ Ինչու որովհետեւ ջամփու վրա դեղ մներ, չգիտենք ուր էր, բայց հստակորեն Պողոս համոզված էր, որ Մարգոսի վրայով Դիմոթեոս գիտեր, որ Մարգոս ուր էր։ Նրա համար ասեց, որ հետդ բեր։ Չէ Դիմոթեոս գասեր նրան, ես ուրգից գիտեմ Մարգոսը ուր է, ուրգից հանդիպեմ նրան։ So հետդ վերցրու բեր ասեց, որովհետև նա ինձ ծառայելու համար ասեց, պետք է, բիդանի է, օգտակար է, հիմա այդ ծառայություն բառը դիակոնիա, որ այդ բառի միջոցով մենք այդ դիակոնա սարգավակ բառը առնում ենք, որ այստեղ ավելի ծառայություն բառն է, ոչ թե ինքը սարգավակ է ասելով, ինքը որովհետև այդ բառը օգտագործվում է այդպիսով էլ։ Եվ ինքը ասում է, որ ինք բիդանի էր, օգտակար էր։ Հա, եւ որ ասում է ծառայելու, այո, ծառայելու համար, որ դիակոնիա բառից բխած բառ է։ Ինքը այստեղ համատեքստում օգտագործում է 11 համարի մեջ դիակոնիան, որ դիակոնիանը ասպարակային ինքը էկ անուն է, եզակի եւ ուղագի սենք բայի դիրեկտ ուղագի առարգան է այդ առումով եւ ասում է հետդ բեր ինձ օգտակար է
ինձ համար պետք է որբեսի հետս լինի այստեղ։ Հետո ասում է Դյուկիգոսին Եփեսոս ուղարկեցի։ Այս բարակային ինք ուղարկած է։ Դիմոթեոսին ասկասում է, որ Դյուկիգոսին ուղարկեց։ Հիմա երբ ուղարկեց։ Եվ հավանական է, որ Դյուկիգոսին Եփեսոս ուղարկեց այս նամակով կամ նրանից առաջ։ Երկուսն էլ հնարավոր է։ Այսինքն Պողոս Արաքյալը ինքը կարող է հետևյալ իմաստով ասած լինել սա։ Այսինքն այս նամակը, որ ես հիմա գրեցի քեզ, նրա միջոցով ուղարկեցի։ Ինքը միջ գրումը արդեն իսկ ասում է, որ ես ուղարկեցի նրան, ինչու որտեղ այն միջև այն ադեմ, որ ինքը ասնի արդեն իսկ Դյուկիգոսը այնտեղ է Եփեսոսում կամ այս նամակից առաջ արդեն իսկ նրան ուղարկած էր։ Հաստատ չգիտենք որն է, բայց մի բան գիտենք, որ հնարավորություն կա, որ Դյուկիգոս ինքը լինի այդ նամակը բերողը, որը նայեցեք, սրանից առաջ ինք ըրած է այսպիսի բաներ, այսինքն նամակ դանել բերելը, օրինակ Եփեսացիների ներողություն, Գոսացիների 4:7 Գոսացիների 4:7 հիմա այստեղ նայում եմ այո, գիտեմ, Եփեսացիների մեջ բանը փնտրում եմ նրա համար։ Մա առաջ նայենք Գոսացիների 4:7 Գոսացիների 4:7 Իմ մասին ցեզ ամեն ինչ կդեղեկացնել Դյուկիգոսը, սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավոր եւ ծառայագիծը Տիրոջով։ Ինչու որովհետեւ այդ առաջին բանդարգությունից եւ որ Պողոս Արաքյալը իրեն ուղարկած է, հավանական է որ այս նամակը հետ ուղարկած է։ Եվ սա առաջին անգամ չէ որ այսպիսի ծառայություն ինք մատուցած է։ Փոստատարի ծառայությունների։ Այո, փոստադարի այդ ծառայությունը այդ ժամանակի ինտերնետը հետո ուրիշ իդ գնալով Եփեսացվոց թուղթը Եփեսացվոց 6-րդ գլուխ 21-22 ամառները սա է որ բնդրում էի բայց որովհետեւ դուք ել գիտնաք իմ մասին թե ինչ եմ անում ցեզ ամեն ինչ կդեղեկացնի Դյուկիգոսը սիրելի եղբայր Տիրոջով հավատարիմ սպասավորը որին ցեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի որ մեր մասին դեղեկանաք ու նա ցեր սրտերը մխիտարի ասի մի խոսքով սա նրա ծառայությունից մաս էր եւ իհարկե որ ուղարկեց ինչու ուրիշի ալ ուղարկե շատ հավանական է որ Դյուկիգոսի հետ ուղարկեց այդ նամակը Շատ մյուսն է։ հա Շատ եղբայրը մտավորապես է չի վեժանել։ Մասին համար ենք ասում Ալեքսանդրոս քաղաքի մեջ։ Դեսեք մասին եմ համար տա եղբայրից։ եւ հետո ասում է Ամեն ինֆորմացիա շատ միջոցով արագ տարածվում է։ երբ գաս Դիմոթեոսի ասում է երբ գաս հետդ բեր վերարգուն ինչու որովհետեւ ծմերը գալիս էր եւ այս վերարգուն շատ հավանական է որ այսպես ոնց որ ծանրագշիր փուրթե գազմված այդպիսի վերարգու էր որ ոչ թե միայն իբր հակուս հապա որպես իբր բան ծածկոց որպես ինքը ծածկվի ավելի իրեն ջերմություն դա ասելով հետդ բեր վերարգուն որ դրովադայում կարբոսի մոտ թողեց այդ կարբոսի մասին շատ բան ասենք չգիտենք բայց գիտենք որ նրա անունը միրգ բտուղ նշանակում է եւ ասում է հետո ոչ միայն վերարգուն նաեւ գրքերը բեր մանավանդ մակաղատները հիմա գրքերը որ ասում է հավանական է հին ուխտի հետ կապ ունեցող այդպիսի գրությունները Պողոսի համար որ ինք ուներ ասենք այդ գրքերից եւ մանավանդ մակաղատները հիմա մակաղատները ավելի ասենք թանկարժեք նյութեշն վազեն սրանք հաստատ չգիտենք ինչի համար օգտագործվում էր Պողոս Արաքյալի առումով կարող է որ որոշ նամակներ ինքը ուներ կամ գրելու համար նամակներ ուղարկելու համար այդ մակաղատների վրա բայց ինք ուզում է իր գրքերը եւ նաեւ մակաղատները այսինքն մի քանի ամիս ունիս եթե կորզնական պրակտիկական հարց եղբայրներ ջան գիրառման նկատմամբ եթե ես եւ դու մենք գիտենք որ վերջին մի քանի ամիսներ ունենք մեր կյանքին մի քանի շաբաթները կամ մի քանի ամիսները որքան դակավին ազո խոսքով եւ ազո խոսքի նկատմամբ նամակագրությունով այդ գաբը աստադելով ուրիշ եղբայրների եկեղեցիների հետ որքան մենք այսինքն ներկրաված կլինենք Պողոսի նման այդ նույն հոգով կլինենք ինչու որովհետեւ եթե վերջին ամիսներն է կարող է մտածենք որ մեր տանը մեջ մնանք սպասենք այն ռոբեին որ դերը մեզ գանչի երկինք
Նոտարի գործերին Բոս Արաքյանը նոտարի գործերու գարիքը չուներ։ So Ալեքսանդրոս դարբին ինձ շատ ճարիք պատճառեց։ Հա? Ես դարձին Հիմա այս Ալեքսանդրոս դարբինը, որ նրա մասին խոսում է, Ալեքսանդրապոլ քաղաքից է։ չգիտենք եթե այդ նույն Ալեքսանդր եղբայր ասում եմ, այդ մարդն է, այո, հարց։ Հիմա եղբայրներ ջան, չգիտենք եթե այս Ալեքսանդրոսը նույն անձն է ինչ որ մասին գարտում ենք 1 Դիմոթեոս 1:20-ում։ Կարող են ալինե կամ ոչ, ինչու այստեղը որև դարբին բառը իր աշխատանքի մասին, կարող է որ ինքը գուրքեր սարքում էր։ Հա։ Կարող է որ ինքը գուրքեր սարքում էր, նրա համար Եփեսոսի մեջ իհարկե, նայեցեք, ինք ասում է ինձ շատ ճարիք պատճառեց եւ դու էլ նրանից զսկուշացիր։ Եթե ինք զոր օրինակ Դրովաթայում լիներ, կամ Եգիպտոսում լիներ, Երուսաղեմում լիներ, պիտի չասեր Դիմոթեոսի, որ նրանից զսկուշացիր։ Ուրեմն շատ հավանական է, որ ինքը ուր կարող էր լիներ, Եփեսոսի մոդիկը այնտեղ ապրում էր, ինչու մենք գիտենք Եփեսոսում ինչպես խնդիր եղավ այդ գուրքերի, ասենք թե շինարարության հետ ճիշտ։ Հիմա չգիտենք եթե աս Ալեքսանդրոս ինքը գապ ուներ այն բարակայում այդ օրվա ընթացքում, բայց մի բան գիտենք, որ ինք Բողոսի շատ ճարիք պատճառեց, թողերը նրան ըստ իր գործերի հադուցի։ Հիմա նայեցեք, Բոս Արաքյալը հանդիմանություն չի անում վրան ասելով, որ ասենք դերը բաժի քեզ կամ դերը քեզ դժոխ գրգի, չէ։ Վրեժխնդրությունը դիրոջն է ասում ասում գիրքը, չէ։ Վրեժխնդրությունը դիրոջն է, զորօրինակ Բոս Արաքյալ նրա մասին խոսում է Ռոմայացիների 12-19-ում։ Եվ այդ հատվածը վերցված է երկրորդ օրինաց 32-35-ից։ Վրեժխնդրությունը իմսա դերը ասում է։ So Բոս Արաքյալ ինք գրած էր նրա մասին Ռոմայացիներին։ Ինք գիտեր, որ ինք չի կարող հագարակման մասը, ինչ որ արդեն իսկ Սուրբ Օգու ներշնչման դակ գրած է արդեն իսկ ասենք տարիներ առաջ Ռոմայացիների մեջ։ Հա։ Այո։ Հա։ Այո։ Նե, Բոս Արաքյալը ինքը վրեժխնդիր չի ադարումով, որ դերը ձեզ դադի, դերը ձեզ իբր ավադացիաներ ձեր վարձքը, ինձի դա եւ այլարակայր չուներ։ Հա։ Չէ, որտեւ այս մարդը ավադացիալ չէ նրա համար։ Դեր իրեն թողադուցի իր կորձերի համացան, ինչու որտեւ մեգումը կորձերը աբացույցն են, որ ինքը ավադացիալ չէ։ Եվ այդպիսի ճարիք ընելը աբացույց է, որ ինքը ավադացիալ չէ։ Ինքը կարար ասեր դերը կորձե իր հավատքի բացակայության համացան։ Դերը իր, ասին իրեն վարձադրի իր հավատքի բացակայության համացան հադուցի։ Բայց կարար այդպես ասել, բայց ինքը այսպես Սուրբ Օգու ներշնչման դակ ասեց իր գործերի համացան հադուցի, որովհետև մեգումը գործերը, ինչպես որ մենք գիտենք, մենք այսօր գարտացինք, հիշում եք, ըստ Հայտնություն 20 11-ից 15-ը, մի անգամ ևս նայենք, նայեցեք ինչ ասում է, երբ ասում է 12-ից գայի առաջ գանգնած մեծ և փոքր մերելներ դեսա գրքեր բացվեցին, ուրիշ գիրք էլ բացվեց, որ է գենած գիրքը, և մերելները դատվեցին ըստ այդ գրքերում կրվածի իրենց գործերի համաձայն։ Ինչու որովհետև մեկը որ Աստծո առջև ներկայանա եղբայրներ ջան, պիտի չկարողանա դատաստանի օրը ասել, դու ինձ ընտրած չէիր փրկության համար, նրա համար ես չի կարողացա փրկվել։ Այդ խորհուրդը եղբայրներ ջան հանեցեք ձեր մտքերից։ Աստված պիտի ասի, քո գործերդ նայենք, քո գործերդ համահունչ է իմ խոսքից կամ ոչ։ Ոչ։ Իմ գործերս չար են։ Դերը պիտի ասե վերջ։ Սա է, երբեք ոչ մեկը պիտի չասե, որ դու ինձ հնարավորությունը չտվեցիր, ես չլսեցի քո խոսքի վրայով։ Ես Ապրիգեի անդարների մեջ էի, երբեք ավետարանը չլսեցի։ Քո գործերի համաձայն պիտի դատվես, որ ամեն մարդ մեղավոր գծնի։ Մեկը թող չասե, որ եթե ավետարանը չլսեն, խղճմտանքով պիտի փրկվի։ Այդպիսի բան չի կա։ Հռոմեացիների 2-ում ասում է, որ խղճմտանք ունի ամեն մարդ, նրանց գործերը չար հայտնվում է նրանց խղճմտանքի համաձայն եւ արդեն իսկ հրյա եւ հույն պիտի դատվին նրանց համաձայն։ Նույնիսկ եթե օրենքը չունեն։ Սա է իմաստը։ Այո, հիմա այդ բանը գիտենք խոսեցանք նրա վրայով,
Սա Աստծո շնորհքի մասն է, իր ծրագիրն է փրկության։ Մեզ խոնարհեցնում է սա, բայց միևնույն մյուս կողմը իրականությունը նա է, որ մարդ արարածը, նրանք որ չեն ապաշխարում, Աստված պիտի տադի նրանց իրենց կորձերի համացան, պիտի ադուցի նրանց, եւ այս Ալեքսանդրոս Թարփինն էլ, որ շատ ճարիք պատճառեց, Առաքյալը ասում է, որ ինչ շատ ճարիք պատճառեց, դու էլ նրանից զգուշացիր, որ նա չափազանց հագարակվեց մեր խոսքերին։ Կարող է որ ըստ մեկնաբանների ինք պատճառ էր, մաս մներ այդ պատճառի, որ Բողոս Առաքյալ բանտ տրվեց երկրորդ անգամը լալով, ինչու որտեղ իրեն մեսները կարող է որ փամփասեցին, չարախոսեցին, Բողոս Առաքյալի հագարակվեցին, նրա կարոզության խոսքերին հագարակվեցին եւ վերջը Բողոս Առաքյալ այդպիսի մարդկանց երեսից ինք տրվեց մարդկային իհարկե գամքի համացան, Աստծո գամքի համացան Աստծո ժամանակը եկած էր։ Սա գիտենք, բայց մարդկային գամքի համացան նրանք չար արեցին, ինչպես Հիսուսի բարակային ով խաչեց Հիսուսը։ Հայրը, չէ թե մարդիկ խաչեցին իրեն, նրանց շար կորձերի համացան, չար ցանկությունների համացան, բայց Սուրբիկը հստակ անում է, որ առաջնագար գործոնը, ակտիվ գործոնը Հիսուսի խաչելության Հայր Աստված ինքն է, Սուրբ Երրորդյան ծրագրի համացան։ Բայց մարդ արարածը ինքը մեղքի բարդավորվածություն ունի, Հայր Աստված չխաչեց Քրիստոսի մեղքի դրդաբաճարով, այսինքն չարության դրդաբաճարով, համապարության դրդաբաճարով։ Նույն արարքը, որ մարդկային կյանքի ամենամեծ վատությունն է, Աստծո թեմ բադայեց, իր որդու թեմ բադայեց։ Ոչ հայկական չարթը, ոչ հրեական գենոսիդը, ոչ մի ուրիշ վատություն կարող է գերատասել մարդու ըրածը Քրիստոսի թեմ։ Երբ մարդ արարած իր ստեղծիչին, իր արարիչին, իր միակ փրկիչին խաչեց։ Նրանից մեծ մեղք չկա։ Նրա համար է, որ փրկության թողություն չկա, եթե Աստծո որդուն մերժենք, Սուրբ Հոգու թեմ հայյանքը Աստծո որդու մերժելն է, այդ վկայության համաձայն, որ Սուրբ Հոգին տվավ իր որդու վրայով, Աստծո որդու վրայով։ Եթե Սուրբ Հոգու թեմ հայյանք մեկ անե Քրիստոսի վկայությունը մերժելով, ասելով, որ ինքը Բեղզեբուղից է, ուրիշ թողություն չի գա, որովհետև Սուրբ Հոգին հայտնած է այդ հայտնությունը որդու վրայով։ Եթե որդուն տեսան, չհասկացան, Հիսուս ասեց, կներվի որդու, չհասկացան, բայց Սուրբ Հոգու վկայությունը չես կարող չընդունել եւ դակավին ուսալ, որ երկինք գնում ես։ Թողություն չկա, եթե Սուրբ Հոգու թե մեկը այդ հայանքն է, իհարկե, սա չի նշանակում, որ մեկը չի կարող է ապաշխարել։ Սրա մասին չէ։ Այդպես չէ, որ մեկ անգամ մեկը ասեց, որ ես Սուրբ Հոգու վկայություն Հիսուսի վրա ըստ Աստծո խոսքի ներշնչված խոսքի մերժում եմ, սա չի նշանակում, որ մեկը հետո չի կարող ապաշխարել։ Սրա մասին չէ։ Մեկը եթե հրյաների նման, այդ հրյա առաջնորդների նման, նրանց էր խոսքը, իրենք մտածված վերջնական որոշումով, որ մենք չենք ընդունում նրան։ Սա է իմաստը։ Ոչ թե զոհ Արթուր, թե զոհ չեղավ, Հիսուսի վկայությունը։ Այո, որպես Մեսիա, այո։ Եվ ասում է Ադյանում առաջին լսման ժամանակ, Ադյանում առաջին 16-րդ համար իդ գնանք երկրորդ Դիմոթեոս 4:16 այստեղը եղբայրներ ջան եւ որ լսման ժամանակ ասում է այստեղ ապոլոգիա որ apologetics բառը լսած եք քրիստոնեական հավատքի պաշտպանության նկատմամբ այդ թեմաները որ մենք սիրում ենք եւ Բողոս Առաքյալը այդ բառը օգտագործում է այդ ապոլոգիա մու ապոլոգիա իմ ասում է այդ պաշտպանության ժամանակ իմ գոմս իմ գողքս մեկը չկանգնեց այն բոլորը ինձ թողեցին թող դա մեղք չհամարվի նրանց նրա մասին արդեն խոսեցանք բայց դեռ ինձ նեցուկ եղավ ու զորացրեց ոնց Տերը իրեն նեցուկ եղավ ու զորացրեց հոգևորապես չէ թե իր անձնական ներկայությունով դեսիլքի միջոցով հստակ չգիտենք եւ պետք չունենք ավելի
մանրամասն խորանալու երկուսն էլ կարելիություն է։ Մենք գիտենք, որ դերը օրինակ որ ինք գարտացինք 3 Գործք առաքելոց 18-ում դերը ինչ արեց։ Գործք առաքելոց 18-ում Գորընթոսի քաղաքի նկատմամբ հիշում եք, կարծում եմ դեռ 3 գարտացինք։ Ասում է, որ Գործք 18 եւ դերը ին համարից մի գիշեր Բողոսին դեսիլքի մեջ ասաց, դեսիլք եղբայրներ ջան երազ չէ, դարբերությունը դեսիլքի եւ երազը մեկը քնած բարակային տեսնում է, դեսիլքը լրիվ աչքերդ բացեն, այդ հոգեվոր աշխարհը տեսնում ես, ինչ որ բանի մեջ Քրիստոս, այդ հոգեվոր աշխարհի մեջ ինքը ապրում է եւ դու կարող ես նրան տեսնել։ Եվ Հիսուս դեսիլքի միջոցով, այսինքն իր ներկայությունով ինքը այնտեղ էր։ Ոչ թե քնած, աչքի երևույթով տեսանելի է եւ եթե դեր իրեն թույլ դար որ Բողոս Արաքյալ իրեն հբեր դպչեր, կարար։ Եվ այստեղը չգիտենք, դերը նեցուկ եղավ, այս իր կողքին գեցավ, չէ երևակայություն չէ, եւ զորացրեց, ո՞նց զորացրեց, ինչպես զորացրեց, դերը ինքը կարող է, դերը ինքը գիտի Բողոս Արաքյալ որքան այդ ասենք զորացման գարոդ էր, որբեսի ասում է իմ միջոցով քարոզությունը հաստատվի եւ բոլոր հեթանոսները լսեն։ Հիմա բոլոր հեթանոսները էլի եղբայրներ ջան, համատեքստի համացան պետք է նայենք։ Բոլոր չի նշանակում, որ բոլոր ռոմեական գայսրության մեջ ամեն անհատ, յուրաքանչյուր անհատ ավետարանը լսեցին Բողոսի միջոցով։ Ում որ հանդիպեց, ում որ ծառայեց, այդ առումով բոլորը լսեցին։ Եվ ես արյուծի բերանից ազատվեցի։ Հիմա արյուծ արդայությունը, հա, անշուշտ սատանայի վրա գարանք վերակրել, ինչու որ սատանան, ինչպես կարտացինք 1 Պետրոս 5:8-ը մրնչող արյուծի նման է, բայց կարող է որ բարձրապես արյուծ հասկացողությունը ընդհանրական իմաստ ունենա, այսինքն վտանգից ազատվեցի։ Ինչպես որ զորօրինակ Սամոս 22:21-ում կամ Սամոս 35:17-ում մասա ֆիզիկական արյուծի մասին չի խոսում, ինչպես որ Դանիելի բարակային արյուծների կուպի մեջ։ Հա, կարող է սատանայի մասին ինքը վերակրում, կամ կարող է բարձրապես ընդհանրական վտանգ ինչ որ բանի մեջ սատանան ներկա է։ Մարդիկ ներկա են սատանայից մղված, առաջնորդված։ Հա, հավանական է որ այսինքն ընդհանրական առումով որ մեջ սատանան կա, չար մարդիկ կան, հռոմեական գայսրությունը կա, որ անասված գայսրություն էր, սուտ վարդապետներ եւ այլն, բայց ազատվեցի։ Ինչպես ազատվեց։ Եվ դերն ինձ ամեն չարից, նայեցեք, գփրկի, գազադի, գասնի իր երկնային արքայությունը։ Հիմա եթե նայենք այս նույն համարը 2 Դիմոթեոսի 4:18-ում օրինակ առադյան թարգմանության մեջ եւ գփրկե ինձ Տերը ամեն չարպանից եւ գազադե գասնե երկնային արքայությանը, որին լինի փառք Ավիդյանս Ավիդենից ամեն։ Հա, ազատեզիս ապահովությամբ ասում է իր երկնային թակավորությանը պիտի ասնե։ Երկու բայ կա այդտեղը 18-րդ ներողություն համարում will rescue me, will save me հունարենով Աբակա է ազատում է ինձ եւ ինք բանանում է փրկում է, այո, այսինքն փրկում է ասելով, այսինքն գբերե ինձ այդ երկնային բանին, թակավորության։ Երկու բայ տեսնում, մենք հայերենով 3 բայի մասին խոսում է այդտեղը, բայց խնդիր չէ, հասկանում ենք, կոնե աչքիս այդպես թվում է, որ 2 բայ է ինքը, քան թե 3 բայի օգտագործումը, որովհետև այստեղը մի հատը հա? Հիմա ազատի, մի հատը առաջինը ազատի եւ երկրորդը գփրկի, գազադի եւ գփրկի, երկու քնալ աբակա եղանակներ են, նրա համար է որ ասեցի գազադի եւ գփրկի, հիմա մեր հայերենով աստեղը գփրկի գազադի գասնի գրած է, խնդիրն է որ այդ երկրորդ եւ երրորդը միասին են ըստ բնակրին, բայց բարձրապես ագնարկ է սա, Գփրկի հասցնելու նպատակով։ հա, հասցնել է այնտեղը, հա, ինչպես, երկու է ինքը, հա, երկու բայ է, բայց, հա, հա, բացատրական ծևով գրած է, այո,
այդ ծևով գրած է, ոչ թե ասենք ուղագի բարացի թարգմանության բանով։ Ինչու որովհետև ինքը ասում է եւ գփրկի ինձ իր հավիտենական կամ երկնային թակավորության մեջ, այսինքն գփրկի եւ գասնի այդ առումով։ Եվ Պողոս Արաքյալը ուրեմն ասում է մինչև այսօր, նայեցեք, դերը ինձ արդեն բահած է եւ գփրկի եւ գասնի ինձ։ Գազադակրի եւ գփրկի իր երկնային արքայությունը մտցնելով այդ իմաստով։ Չի հասել, Հա, բայց գանե, աբակային, այո, գանե։ So այդ հույսով, այդ հաստատ հույս ունի եւ ասում է նրան փառք եւ այդ փառքը Ավիդյանը Սավիդենից ամեն եւ այստեղը Պողոս Արաքյալը չի կանգնում, որ երկրորդ ամեն մնագադագավին ամեն թող լինի ասել է։ Հետո շարունակում է ողջույններ Բրիսկային, Ագյուղասին եւ Օնեսիպորոսի ընտանիքին։ Մենք գիտենք Բրիսկան եւ Ագյուղասով էին։ Գինը եւ ամուսինը ումի մասին առաջին անգամ տեսնում ենք, որ Պողոս Արաքյալը նրանց հանդիպեց Քորս Կարակելոս 18-ի գլխի սկիզբը, երբ նրանք հռոմայական կայսրության գամքի համաձայն հրյա լինելով վդարված էին, եւ Պողոս Արաքյալ Գորընթոսում նրանց հանդիպեց, եւ հետո որոշ ժամանակ Եփեսոսում ալ ծառայեցին այնտեղ Բրիսկիղան եւ Ագյուղասը, եւ Հռոմում նույնիսկ հռոմեացիների 16-3-ում ալ նրանց մասին գխոսա, եւ մի սուրբ գիրքը այս զույգի մասին միասին գխոսան, զույգ իբրև, միասին իբրև ծառայում են, Բրիսկիղա եւ Ագյուղասը, այդ անունը առաջ գտնե գնոջ անունը, կարող է որ գինը ավելի ինքը ծառայող էր, քան Ագյուղասը, միասին ծառայում էին եւ Օնեսիպորոսի ընտանիքին։ Հիշում եք Օնեսիպորոսի մասին հանդիպեցինք առաջին գլխի մեջ։ Բարևներ, ողջույններ, Երաստոսը Գորընթոսում մնաց, էլի հիշեցնում է Դիմոթեոսի, որ Երաստոսը Գորընթոսում մնաց։ Երաստոսի մասին գարթում ենք, հավանական է, որ ինքը այդ նույն Երաստոսն է, ումի մասին գարթում ենք հռոմեացիների 16-23-ում։ Այնտեղ գարթում ենք նրա մասին։ Հիմա ասում է այստեղ ցեզ ողջունում է Երաստոսը քաղաքի ganzabahը, ոչ թե հոգադարը, ganzabahը ավելի շիրակ թարգմանությունն է։ Կանցաբեդը այստեղ ասում է արևմտահայերենը, հա, հավանական է ինքը այդ գործը ինքը անում էր այս նույն Երաստոսն է, բայց հաստատ 100%-ով չգիտենք, բայց հավանական է ինչու, որ ասում է Երաստոսը Գորընթոսում մնաց, երբ Պողոս Արաքյալը Հռոմայից թուղթը գրեց, ուրգից գրեց, Գորընթոսից գրեց եւ հավանական է նրա համար այդ նույն Երաստոսն է այս եղբայրը։ Եվ Դրոպիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիդոսում։ Հիմա եղբայրներ ջան, պետք չունենք ասելու կամ խորհրդածելու, որ միտը Պողոս Արաքյալ ինքը կարողություն ուներ դակավին բժշկելու, չբժշկելու, հագիրճ կերպով Աստծո կամքի համաձայն ինք Դրոպիմոսին թողեց ասում է հիվանդ այնտեղ։ Վերջացավ։ Մելիդոսում։ Ինչու այդպես էր, ինչու այդպես չէր, պետք չունենք մտորելու, որ միտը Պողոս Արաքյալ ինքը չուզեց իրեն բժշկել կամ չէր կարող այլևս հոգևոր բարգեւը գործրեց, չի գործեց, բարձրապես Արաքյալը ասում է, որ նրա հիվանդ թողեցի, ասում է Միլեդոսում։ Եվ Միլեդոսը ինքը ուրեմն Եփեսոսից 40 մղոնի չափ ավելի հարավը նավահանգստյան քաղաք մներ։ Հետո ասում է շտաբիր գալ, ծմերը չեկած։ Սրա մասին ալ խոսեցանք, քեզ բարևում են, այստեղը այս անունները լատինական անուններ են, եւ հավանական է, որ այս եղբայրները եւ Գլավդյան գնոջ անուն է, ուրեմն սրանք Հռոմի եկեղեցու ավադացյալներից էին։ Եբուդոսը, Բուդեսը, Լինոսը, Գլավդյան եւ ասում է բոլոր եղբայրները։ Ինչու որտեվ ինք այո Հռոմից գրում է, ասել է որ ինքը տեղյակ է, թեև կարող է նրանք մեծամասնությունով նրա առաջին պաշտպանության իր դատավարության առումով այնտեղ չէին, բայց բարևում են եւ ինք տալիս է։ Չի ասում որ ես ծեր անունները բիչի գրեմ, ծեր բարևը բիչի ուղարկեմ, որովհետեւ դուք ինձ մոտ չեկաք չկանգնեցաք նեցուկ ինձ, ինչպես դեր կանգնեց։ Ոչ, այդ ողը չկա, այդպես չկա։ Ադի ոգևոր մարդու կորձը չէ։ Դեր Հիսուս Քրիստոսը այստեղը նայեցեք հայերենով շիտակ թարգմանված է, քո հոգու հետ լինի։ Հետո ասում է շնորհը ձեզ հետ լինի։ Նայեցեք, Եզակի
հոգնագի եւ ամեն ասումը։ Ինչու համար ցես եւ այո, բնակրում հոգնագիով է։ Քո հոգը այդ լինի, եզակի ինչու ասում շնորը ցեզ այդ լինի։ Հոգուետ Տիմոթեոսին։ Հա։ Իսկ ձեզ ընդհանուր եղբայրներին։ Եփեսոսում եղած եղբայրներին այս նամակը, որ Դիմոթեոս կգարթա, եւ հետո եկեցուալ կգարթա, այդ շնորը միայն Դիմոթեոսի համար չէ, բոլորի համար է, բոլոր եկեցու համար է։ Եվ դերը այդպեսով ամբողջացումը Բողոսի միջոցով, Բողոսի վերջին նամակը էլի ամեն թող լինի ասելով։ Ամեն։ Հարցեր եղբայրներ ջան, առաջ որ աղոթքով ամբողջացնենք։ Շնորհակալ եմ անգամ եւս ձեր ուշադրության համար եւ ձեր մասնակցության համար։ Դերը շարունակե մեր ծառայությունները օրհնել, հավատարիմ լինելով ավելիով իր խոսքի նկատմամբ, որ ուղիղ ցևով, ուղիղ կերպով գտրենք, մատակարարենք, մեկնաբանենք, կիրառենք իր խոսքը, որբեսի չլինի որ այդպիսի մշակներ լինենք, որ չանասեր չենք եւ ամաչենք, ոչ թե մարդկանց առաջ, Տիրոջ առաջ։ Ամեն։ Հարցեր կան, առաջ որ ամբողջացնենք կամ ոչ։ Հա։ Քանի համարի է? 17 Եվ որ դերը ասում է այստեղը հավանական է Հիսուսի մասին է, որ վերակրում է, համատեքստի համացան ինք այդպես անում է։ Okay։ Այսինքն գիրարական առումով մտածում ես Հակոբ ջան։ Գիրարական առումով մտածում ես։ Դիրոջից։ Հա։ Իր խոսքով ինչ որ դերը ասեց իրեն, հերիք էր սա նրա համար։ Շատ լավ եղբայրներ ջան, Դավիթ եղբայրս, աղոթքով